Գյումրի գետակը քաղաքի գլխավոր սելավատարներից է, ներկայում քաղաքային աղբանոց դարձած սելավատարի ապագան մտահոգում է շատերին, շինարարական աղբից մինչև կենցաղային տարաբնույթ առարկաներ են լցված։ Վիճակն անհուսալի է դառնում հատկապես գետակի վարարման ժամանակ, ինչն էլ հարակից տարածքի տների ջրով ողողվելու պատճառ է դառնում, բայց եթե չկա վարարում, սա չի նշանակում, թե խնդիրը լուծված է։ Մակու ոտենք շնչում առլետոին ենք ուրընկալում։ Դուրը բասկտոնան կրսները մնին գտնա։ Սիբիլները աղբերը բերեն ստեղ ջրի մեջը։ Ջուր էլի, երեխեք կարող էր կողքի վիրևի փողոցից այդպես ճանապարհակ, ես տան դեղ խնձոր կբռնե։ Կուկան խնձոր քաշեն են, անցաստարի երկու երեխա ընկան։ Այդտեղ ապրել հնարավոր է, ցավը տան։ Ես չեմ գիտի, տեսնիկին դիբիլ է։ Գետակի հունը տարիների աղբով է պատված, ինչը վտանգում է ջրի բնականոն հոսքը։ Գյումրի գետակն երկար ժամանակ մասնակի մաքրման է ենթարկվել ընդամենը։ Ջուրը ըստ բնակիչների գերաղտոտված է։ Ինչ կա տները, տուալետի թղթերը, ամեն ինչ սնունդ կա, աղբը լրիվ ստեղ է։ Կարգապնակությունը անփույթ է վերաբերվել գետակի նկատմամբ եւ գետի հունը որոշ տեղերում փակվել է։ Բնականաբար մենք անտարբեր չէինք կարող մնալ այդ ստեղծված իրավիճակի հետ, ձեռնարկվել են որոշակի միջոցներ։ Կատարված աշխատանքները սակայն բավարար չեն, Գյումրի չայի ներկա վիճակը կարելի է բնութագրել իբրև վատ, ասում է պատասխանատուն։ Որոշ տեղերում տիղմի բարձրությունը մեծ չափերի է հասնում, հնարավոր է գետի հունը փակվի ամբողջությամբ։ Խնդրի վերացումը լուրջ մոտեցում եւ լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Ձեռքով ինչքան հնարավոր է եղել աշխատանքներ կատարել ենք, բայց սրանով չենք սահմանափակվելու, բնականաբար գետակը լիարժեք չի գործում, առաջիկայում միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք հունը ամբողջությամբ մաքրել։ Իսկ մինչ ծրագրված իրողություն կդառնա, բնակիչները կշարունակեն գարշահոտության եւ վտանգի մեջ ապրել, կամ էլ կփորձեն բախել պատասխանատուների դռները խնդրի վերաբերյալ լուծում գտնելու նպատակով։ Տիրապետում ենք իրավիճակին, ցավոք միջոցներ են այս բանի սուղ, բայց պետք է գտնենք միջոցներ։ Քաղաքապետարան ենք մի երևի 10 օր առաջ գնացել, ասեցին այդ հարցին վերաբերյալ լուծում կտանք։ Вообще այդ մարդ չի եկել։ Ոչ կուկան, ոչ կմաքրին, ոչ տիրություն կենեն։ Կոմունիստների ժամանակ տարակտայակը բերեին իջցնեին կրանով, մաքրելով կեշտային։ Լիքը լսվել է, քանի տարի հետևսի ջուրը կելնի էսպես կեշտա։ Պատշարեցին սովետի վաղտը, լրիվ պոյ շարածեն, կոմը շարածի Երևան։ Ստեղ սաղ քարուքան եղավ։ Ստեղ ջիմ էր, ստեղ կանան ջերթեք։ Ջուրը մաքուր, շամալարով, բանով, կուկային, խալի գլվային, չայ գխմեին ժողովուրդը։ Պապիկը հուսահատ է, նրա պատմածից հիմա ոչինչ չի մնացել։ Նախկինում սիրելի վայր եւ հպարտություն համարվող քաղաքի համանուն գետն այսօր լի է էկոլոգիական խնդիրներով։ Նազելի Էլբակյան, Ելենա Ավետիսյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։